Ծառուկյան, քանի որ գերիներից խոսեցիք, ասացիք պետք է բոլորին դիմել Պուտինին, Լուկաշենկոյին, մյուսներին։ Լուկաշենկոյի դուք ընկերական հարաբերություններ ունեք, Լուկաշենկոն էլ Ալիևի հետ ընկերական։ Այո, բայց դա եմ ասում։ Ոնց որ ոչ միայն Ալիևի Հայաստանից։ Այո։ Դուք հիմա պատրաստվում եք դիմել Լուկաշենկոյին կամ հիմա կամ թեկուզ եթե իշխանության գա։ Որևէ ձևով, որ Լուկաշենկոն գերիներին բերի եւ չնայած կամ փորձել եք մինչ այս դիմել, օրինակ այդ թեմա առասարակիր հետ խոսք եղել է թե ոչ։ Ես ուրեմն շատ բաներ ձեզ չասեմ, բայց ամենակարևորը իմացեք հնարավորություն դեպքում մի ամիս չի կարող տևել, որ իրանք այնտեղ մնա, եթե հնարավորություն իմ ձեռքում լինի։ Պետք է մոտեցում, պետք է ծանոթություն, պետք է ոնց ասեմ, բանակցություն, չլուծվող խնդիր չկա։ Ես նորից եմ ասում, ոչ թե մարդիկ մենակ դադար խոսեն, չլուծվող խնդիր գոյություն չունի, այդ ձևի հարցեր է կարգավորում եղբայր, դա ինչ հարց է։ Իսկ իշխանության առաջարկել եք ձեր օգնությամբ։ Ինչ։ Իշխանության առաջարկել եք, որ ձեր կապերով այդ գերիների հարցը լուծվի Ծառուկյան։ Ձեր անունը ո՞նց է։ Աննա ջան, ախ դուք եթե ասենք փորձառու մարդ եք, տիրապետում եք, իշխանություններին առաջարկել է։ Իշխանությունները պետք է առաջարկեն, եթե պետք է այդ հարցով դիմենք։ Ասենք ես իմ տեղը նստած, դու ընկերությունը, պաշտոնը մի բան է, բայց պետական ասենք դիրքը դա ուրիշ բան է։ Այսօր պետք է լիարժեք մեկը մյուսով է։ Այս sense պետք է կատարվի, հենց կատարվի, ասենք այսօր նորից եմ ասում, կառավարելը հենց այնպես չի։ Որ այսօր նստել ես ոչ մեկ հետ չես շփվում, ոչ մեկ հետ կապ չունես, միայն դնելով սրա վրա ցեղ շփրտելով կարողանաս բան կա։ Չլուծվող խնդիր չկա։ Ես Լուկաշենկոյի հետ թեմայով խոսել եք, պարոն Ծառուկյան։ Ես ասում եմ Լուկաշենկոյի հետ մեր որ հարցով ես դիմել եմ, ասել եմ, 2 րոպե չի տևել։ Այն մարդը ես նորից եմ ասում, շատ հարգում է, շատ սիրում է, այնց որ ամբողջ աշխարհն է Լուկաշենկոյին որպես ազդեցիկ մարդ աշխարհում մեկ, նույն Ամերիկան, նույն ասենք Չինաստանը, նույն ասենք Ռուսաստանը, մարդը տեսած, կարող իր պատկերացումներով, իր ժողովրդին, ոնց ասեմ, կազմակերպելով, այսօր հասարակ բան ասեմ, պատերազմը սահմանի վրա եւ Ուկրաինայում եւ Պոլշայում, մարդը այնպիսի քաղաքականություն է վարում, որ մի հատ դրոն այնտեղ չի ընկե։ Մարդը ճիշտ հասկանալով, բայց եւ այնպես պատրաստված ամեն ինչը տեղին մարդը պետք է այսօր կարողանա ճիշտ կազմել։ Հիմա մեզ այսօր շրջակա սաղ երկրներում խնդիրներ է, ճիշտ է թե ոչ։ Այսօր մենք այդ խնդրումը պետք է կարողանանք ճիշտ օգտագործենք, եղբայր։ Ամբողջ արաբական երկրից փողերը անում են։ Ամբողջ աշխարհին նայելով այս իրավիճակը, մենք պետք է կարողանանք ճիշտ կազմակերպենք, պայման ստեղծենք, հնարավորություն ստեղծենք։ Այդ փողերի 5%-ը գա այստեղ կզորանանք, չէ՞։ Կարելի է չէ ապահով ինչ-որ բանակցել, պայման ստեղծել, հնարավորություն տալ։ Արաբական երկրները ո՞նց են հզորացան։ Կարողացան լիարժեք քննարկել, անգլիացիների հետ ինչ-որ տեխնոլոգիաներ օգտագործել, պայմաններ ստեղծել, հնարավորություն տալ։ Ու տեսակ ինչ դառավ։ Մի հարց ունենք։ Այո։ Պարոն Ծառուկյան, ձեր վարչապետի տեխնացուն վերջը ով է։ 4 տեխնացու ունեք, ոչ մեկի անունը չգիտենք։ Կարող է տեխնացու չունեք, տենց ձեր անվան հաշվին ասում եք տենց սլստենք գնա մարդիկ հիշեն մի քիչ խորացության տանք, մեկը դե ես եմ առաջին ոնց որ համարը, ֆիդերը։ Ուրեմն ես ասեմ, մի հարց էլ ու վերջ էլի։ Այդ հարցի պատասխանեմ նոր կասես։ Ուրեմն ես ձեզ ասեմ, հիմնական խնդիրը Ծառուկյանը ոչ դժվարությունից է վախում, ոչ էլ ծանր գործից։ Բայց ասենք թե այսօր հիմնական որ ես ասել եմ, ուրեմն իմ թիմում էլ կան շատ որ վարչապետի տեխնացուներ, փոխվարչապետի նախարարների, որը եւ ունեմ համակիրներ, որոնք իրոք տեսած, կայացած, բարձր կրթություն ունեցող մարդիկ են արդյունք ցույց տված, որ ես իրենց առաջարկել էի բանի համար, դաժե մանդատի համար էլի, որ ցուցակի մեջ գրեն, նրանք ասել են Ծառուկյան ջան, մենք եկել ենք քո մոտ, քո ծրագիրը նայելով քո մոտեցումը, մեզ կարևորը պաշտոնը չի, կարևորը այսօր պետությունն է, կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Ախպեր հնարավորությունը տվեք, դուք էլ ներկա կլնեք, լրագրողներն են Հա? Չէ մի րոպե, բայց ասենք թե այսօր ժողովուրդը մեզ տվել է մեր 51%-ը, որ հատուկ սա հերոստացիով դնելու ենք, նկարներով, ապրածով եւ դնելու ենք քվեարկման։ Ինչ ասում եմ, ես իմ խոսքի տերն եմ։ Տևանյանը կան 4 տեխնացուի մեջ։ Հիմա այսօր ահա կարող ասեմ Այ բերեք ես հարցը թողենք։ Դուք եկեք անկեղծ ասեք, ոչ չկա տեխնացու։ Ես ձեզ նորից եմ ասում 4 հոգի կան որը լիարժեք կարող է 5-ն էլ կա
օրին օրից եմ ասում, այսօր նայելով իրադրությունը քանի որ մոտենում է, բոլորն էլ պատկերացնում են, ասենք ճիշտ պատկերացրողները, որ բանա փոխվելու։ Ու կարևորը ձեզ կարամ ասեմ, որ դուք սպասեք լավ փոփոխությունների, որ այսօր լիարժեք լավ փոփոխությունը, որ մենք արձանի բացումը անենք, այսօր սաղ աշխարհը արդեն տեղյակ է։ Ուրա ժուրնալը մոտը չի, չէ՞։ Չէ, բայց նկար ունեմ։ Բայց քին նկարը դժվար է մի հատ բերել, այստեղ որ Հեսա հենց հիմա կասեմ կբարձրացնեմ։ Մի հատ հարցեր տամ ու Չէ, մի րոպե։ Ու այդ ժուրնալը ես ձեզ ասում եմ, Կանում կայացել է կինոֆեստիվալ ամբողջ աշխարհը սաղ աստղեր ընտեղ են եղել։ Ու ես դիմելով, որ ասենք թե Հայաստանում մենք առաջի քրիստոնյա ազգը, որ ասենք թե մենք կառուցում ենք ամենաբարձրը արձանը, ամենակարող, ամենահզոր, եւ նրանք տեսնելով առաջի էջին պատմության մեջ Հայաստանը քանի ֆեստիվալին ինչ առաջի էջի վրա գրել են այսպես փոքր պետություն, այսպես մեծ ամբիցիաներով ժողովուրդ, որը դու պատկերացա, հիմա ես ես հասարակ բան ասեմ, եթե Մական ջան 10 միլիոն տուրիստ գա, 10 միլիոն, կամ 20 միլիոն շատ են գալու, որտեղ սաղ սպասում են ու այնքան հզոր բան ասու կամ 20 միլիոն գալու դեպքում մենք բարձ այդքան հյուրանոցներ չունենք, որ կավանա, ուրեմն մարդկանց առանձնատները, տները, որ գան վարձով կվերցնեն, պրակատ մեքենաները կվերցնեն, ու ամեն մեկը եթե $5,000 ծախսի, դառնում է 20 միլիոն դեպքում $100 միլիարդ։ Կարողա չթողնենք։ Ինչ թող։ Ավարտին հասցնենք։ Մեղք իրանց վիզը չեն թող իմ ժողովուրդը նա, ես դա ոչ ասում եմ 100 միլիարդ ժողովուրդ, 100 միլիարդը, եթե մեր բյուջեն 5-7 միլիարդ է, տարեկան 100 միլիարդ մտնելով, աշխարհում մեծ հիմնական ժողովրդի մեծամասնությունը զբաղվում է փոքր ու միջին բիզնեսով, ընտանիքով, հիմա ձևավորում են, մի բան կառուցում են, սարքում են, հիմա իմ ազգին մենք գործ ենք տալի, որ ընտանիքով կարան մտածեն, ինչ են սարքում, փայտից է, երկաթից է, ինչ որ քարից է, Հայաստանի հետ, Քրիստոսի արձանի հետ կապված, կազմակերպեն, դնեն, այդ գալիս է տաքսիստներ, գյուղացիներ, քաղաքացիներ, գալու է գնալու է Սևանել են գնալու, Գյումրիեն են, Ջերմուկել են գնալու, եղբայր, 100 միլիարդ, այդ փողը իմ երկրում է մնալու, բյուջեն էլ է փող մտնելու, նայելով այդ աշխուժությունը, ժողովուրդ, ես իմ սաղ գործերը դրել եմ միան, հիմա էլ ուզում եմ Նոյան տապանը բացեմ, արդեն ոչ թե ուզում եմ, պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, իրեն տղաները, հասները ու կենթաները սաղ արդեն պատվիրած է։ Որտեղից եք պատվիրել։ Հա? Որտեղից եք պատվիրել։ Հայաստանում մենք այսօր տաղանդավոր ժողովուրդ ենք, մեկը մեկից լավ, որ բնական, իրական, որ այդ բոլորը գոնե ասենք թե հիմա Նոյան տապանի համար էլ կգա 1 միլիոն մարդ, ամ 1 միլիոն մարդ էլ անում է 5 միլիարդ, թող գան, կարևորը գործն է մնային, ոչ թե փողի չափսը, որ այսքան փող ունեմ, մարդը պետք է անուն թողի, հեղինակ։ Տապանը մասսարի է դա։ Ինչ։ Նոյան տապանը արած լեռան է 10 կարողա չթողնենք։ Ես մեր սարի տակ եմ դնում այդ չափտան։ Մեր սարից մասից սարը երևում է կարևորը, որ մեր մոտ է դա եղել, որ մենք կարողանանք կազմակերպել պետությունները իրենց չեղածը վերագրում են, արհեստական սարքում են, իր ազգի վրա է գրում։ Մենք մեր եղած աշխարհում չենք կարող ներկայացնենք ժողովուրդ։ Այսօր մենք չունենք, նավթ չունենք, բենզին չունենք, բրլյանտ չունենք, բայց մենք այսօր туриզմի համար հոյակապ տարածքներ ունենք, պատմություն ունենք։ Կեմպիսկու սեփականատերը եկել էր նայելով, այս դու թող նայեն փոխանցեն։ Եկել նայել ասма դուք չունեք ասма Վրաստանը ձեր 10%-ը չունի, փոխանցի թող նայեն։ Բայց այսօր դա պատրաստի ոսկու հանք է։ Այսինքն ոսկու հանք չարչարանք չես անում, սա բոլորն էլ փող են առնում։ $5,000 կլինի մեկը 10,000, մեկը 20,000, բայց միջինը $5,000 գումար պետք է լինի, որ կա հյուրանոցել մնա, ճաշել, գինել փորձի գնա։ Որ պետք է այդ ծրագրերն է, որ կարա մեր տնտեսությունը զարգացնի, ներդրումներ բերի, մարդիկ կան ներդրում անեն, կառուցեն, ու ամեն ինչը ճիշտ տեղը տեղին կլինի, շո չլնող բան չկա։ Այսօր ասենք դա Ծառուկյանը 20 հատ գործան սարքեց 20 գյուղում։ Դա այդ չի փոխի մարդկանց կյանքը։ Այսօր բարեգործությամբ երկիր չես կառուցի։ Ես շփվելով ժողովրդի հետ տեսնելով ժողովրդին պետք է պայման հնարավորություն ժողովրդին հաշվի առնել, մատից փուշ անել, որ իրենք իրենց արդար քրտինքով աշխատեն, ստեղծեն, կարողանան իրենց ընտանիքը բարեկեցիկ պահել։ Սա հիմնական խնդիրը։